Դուք կանգնած եք մի տարվա շեմին, որը խոստանում է փոփոխություններ ոչ միայն արտաքին, այլև խորը ներքին առումով։ 2026 թվականը կարծես խտացրել է տարիների ընթացքում կուտակված իրադարձություններն ու ջանքերը եւ պատրաստ է պտուղ տալ նրանց համար, ովքեր համբերատար են եղել։ Սա այն ժամանակն է, երբ նուրբ ներքին տեղաշարժերը վերածվում են նկատելի արտաքին հաջողությունների, երբ նուրբ որոշումները հանգեցնում են կյանքը փոխող արդյունքների։ Ուշադրությունը եւ նուրբ վճռականությունը կլինեն ձեր լավագույն դաշնակիցները։ Դրանք կօգնեն ձեզ ճանաչել հնարավորությունները եւ ընդունել դրանք առանց վարանելու։ Այդ եղջյուրներ համբերության ուղին, որը ծաղկեց ձյան տակ։ Այդ եղջյուրները կմտնեն 2026 թվական այնպես, կարծես հնձում են այն, ինչ տարիներ շարունակ տնկել են։ Ձեր ուժը ոչ թե ոգեշնչման կայծերի մեջ է, այլ քայլ առ քայլ կառուցելու եւ պահպանելու այն, ինչին հավատում եք։ Այս տարին կտա շոշափելի պտուղներ, երկար սպասված ռեսուրսներ կամ ճանաչում ունեցող նախագծերը հանկարծակի աջակցություն կստանան։ Ծանր աշխատանքի արդյունքները կդառնան տեսանելի եւ շոշափելի։ Նյութական նվաճումները կսկսեն արտացոլել ներքին կարգապահություն, պատասխանատվության աճ, ավելի կայուն ֆինանսական դիրք եւ կարգավիճակի զգալի փոփոխություններ։ Այնուամենայնիվ, կարեւոր է հիշել, որ այստեղ հաջողությունը պատահականություն չէ, այլ մանրուքների նկատմամբ ուշադրության արդյունք։ Նրանք, ովքեր շարունակում են ներդրումներ կատարել որակի մեջ, կամրապնդեն իրենց դիրքերը առաջիկա տարիների ընթացքում։ Զգացմունքային առումով 2026 թվականը ձեզ հազվագյուտ հնարավորություն կտա այս նշանին հանգստանալ եւ ընդունել ձեր աշխատանքի պտուղները առանց դրանք կորցնելու վախի։ Մանրուքների նկատմամբ վերահսկողությունը թողնելու ունակությունը կվերածի ձեր կուտակածը հաջորդ աճի ցիկլի ռեսուրսի։ Խեցգետիններ Ներքին ալիքները վերածվում են հարթ նավահանգստի։ Խեցգետինների համար 2026 թվականը խոստանում է վերականգնման եւ հավասարակշռության ժամանակաշրջան։ Այն փորձառությունները, որոնք երկար ժամանակ անհանգստացրել են ձեր սիրտը, կսկսեն կորցնել իրենց ազդեցությունը, տեղը զիջելով պարզությանը եւ անվտանգության զգացողությանը։ Տան, ընտանեկան հարաբերությունների կամ անձնական տարածքի հետ կապված որոշումները կգտնեն կառուցողական լուծումներ։ Շատերդ կզգաք, որ ձեր միջավայրը այլևս չի պահանջում մշտական հուզական մոբիլիզացիա։ Ձեր մասնագիտական կյանքը նույնպես կարող է զարմացնել ձեզ։ Ձեր ներքին արժեքներին համապատասխանող նախագծերը կբերեն ճանաչում եւ կայունություն, իսկ դերերի նոր բաշխումը թույլ կտա ձեզ ավելի իմաստալից աշխատել։ Ներքին կարևոր փոփոխություն կկատարվի։ Դուք կսովորեք տեսնել նախկինում մշուշոտված սահմանները եւ կընդունեք դրանք որպես ինքներդ ձեզ եւ ձեր սիրելիներին հոգ տանելու բնական մաս։ Արդյունքը կլինի ոչ միայն խաղաղություն, այլև հրաշալի զգացողություն, որ ձեր էներգիան կրկին ուղղված է ստեղծագործականությանը, այլ ոչ թե անվերջ պայքարին։ Առյուծներ Բեմ, որը պատրաստ է դիմավորել ձեր ներքին արքային։ Առյուծները 2026 թվականը կդիմավորեն իրադարձությունների կենտրոն վերադառնալու հնարավորություններով, բայց իրենց դերի ավելի հասուն ըմբռնմամբ։ Այն, ինչ մի ժամանակ ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն էր, այժմ խորություն կստանա։ Դուք կփայլեք, քանի որ աշխարհին ցույց տալու բան ունեք։ Մասնագիտական առաջարկները, ստեղծագործական մրցույթները կամ համայնքային նախաձեռնությունները կբացեն դռներ նշանակալի հասարակական գործունեության եւ ղեկավարության պարտականությունների համար։ Հաջողության բանալին անկեղծությունն է եւ ձեր թիմի հետ ռեսուրսները կիսելու պատրաստակամությունը։ Անձնական հարաբերությունները նույնպես կազդվեն։ Այն դաշինքները, որոնք իսկապես գնահատում են ձեր անկեղծությունն ու առատաձեռնությունը, կամրապնդվեն, իսկ մակերեսային կապերը կվերանան։ Ձեր ներքին էներգիան կդառնա հնարավորությունների մագնիս, բայց բանալին կլինի ուրիշների ներդրումը լսելու եւ ընդունելու ունակությունը։ Այդ դեպքում բեմ վերադառնալը կհանգեցնի երկարատև ճանաչման եւ երկարաժամկետ արժանապատվության։ Կույսեր Ինչպես է կարգուկանոնը զիջում ճկունությանը եւ իրական արդյունավետությանը։ Կույսերի համար 2026 թվականը կբացի դռներ կառավարման եւ պատասխանատվության նկատմամբ իրենց վերաբերմունքի վերափոխման համար։ Վերահսկողությունը պահպանելու երկարատև ցանկությունները կսկսի փոխվել նոր հանգամանքների ազդեցության տակ։ Դուք կհայտնաբերեք, որ արդյունավետությունը մեծանում է, երբ գործընթացների եւ մարդկանց նկատմամբ ճկունությունն ու վստահությունը ավելացվում են առօրյային։ Աշխատանքում սա կարող է դրսևորվել լիազորությունների պատվիրակման, մեթոդների վերանայման եւ ավելի պարզ, բայց ավելի հզոր ընթացակարգերի կիրառման տեսքով, որոնք ազատում են ուշադրությունը ռազմավարական առաջադրանքների համար։ Ձեր անձնական կյանքը կշահի, թույլ տալով ձեզ ավելի քիչ քննադատություն եւ ավելի շատ կարեկցանք։ Սա կհանգեցնի ավելի ներդաշնակ փոխազդեցությունների եւ էմոցիոնալ հոգնածության նվազման։ Կույսերի համար 2026 թվականը հնարավորություն է բարելավել կյանքի որակը առանց յուրաքանչյուր մանրուքի համար պայքարելու։ Փոխակերպումը տեղի կունենա նրբով
խորեն, ընդունելով, որ կատարելությունը միշտ չէ, որ հավասարազորեն մեկ ուղու եւ որ մեթոդների բազմազանությունը բերում է ավելի կայուն արդյունքների։ Շարժվելով առաջ, ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր մի հոդված։ Գիտնականները հայտնաբերել են հիշելու երկու ռեժիմ՝ զգայական եւ իմաստային։ McGill-ի համալսարանի նյարդակենսաբանները պարզել են, որ պատմությունը պատմելու եղանակ ուղղակիորեն ազդում է նրա վրա, թե ինչպես է այն մտապահում ունկնդիրը։ Միևնույն սյուժեն կարելի է փոխանցել տարբեր կերպ՝ հոտերի, ձայների եւ գույների նկարագրությունների միջոցով կամ խորհրդածությունների, հույզերի եւ տեղի ունեցածի իմաստի միջոցով։ Ֆունկցիոնալ MRT-ի կիրառմամբ հետազոտությունը ցույց է տվել, որ պատմելու զգայական եւ հայեցակարգային եղանակներն ակտիվացնում են հիշողության տարբեր մեխանիզմներ եւ գործի են դնում ուղեղի տարբեր շրջաններ։ Հեղինակներն ընդգծում են մոտեցումներից եւ ոչ մեկը պատմությունը հիշելն ավելի հեշտ չի դարձնում։ Փորձի մասնակիցները վերարտադրել են երկու տեսակի պատմություններ նույն ճշգրտությամբ։ Հիմնական տարբերությունն այն էր, թե որ նեյրոնային ցանցերն էին ներգրավում աշխատանքի մեջ եւ ինչպես էր ուղեղը պահպանում ստացված տեղեկատվությունը։ Սա ըստ հետազոտողների կարող է բացատրել, թե ինչու որոշ մարդկանց համար ավելի հեշտ է մտապահել կոնկրետ պատկերներն ու ձայները, իսկ մյուսների համար իրադարձությունների ընդհանուր իմաստը, հույզերն ու գաղափարը։ Ուղեղի աշխատանքի մեխանիզմը։ Մարդու հիշողությունը կենտրոնացված չէ ուղեղի մեկ հատվածում։ Հիշողությունների հետքը բաշխված է բազմաթիվ նեյրոնային ցանցերում, որոնք միացած են հիպոկամպուսին, խորքային կառուցվածքին, որը պատասխանատու է փորձի ձևավորման, համակարգման եւ վերհանման համար։ Կախված իրադարձության բովանդակությունից հիպոկամպոսը փոխազդում է կեղևի տարբեր հատվածների հետ։ Պրոֆեսոր Սիգնի Շելդոնի ղեկավարած թիմը որոշել է պարզել, արդյոք այս կապերը տարբերվում են պատմելու տարբեր ոճերն ընկալելիս։ Հետազոտության ընթացքը։ Հետազոտությանը մասնակցել է 35 կամավոր։ Նրանցից յուրաքանչյուր լսել է 3 կարճ պատմություն՝ խանութ գնալու, օդանավակայան մեկնելու եւ ընկերոջ հետ ռեստորան այցելելու մասին։ Սյուժեները մնացել են նույնը, բայց գոյություն է ունեցել երկու տարբերակ։ Մեկը խորհրդածություններով եւ հույզերով, մյուսը զգայական մանրամասների առատությամբ։ Առաջինում հերոսը մտորում էր, թե ինչու է ուտելիքն առանձնահատուկ համեղ թվացել, իսկ երկրորդում նկարագրում էր երկար պղպեղամանը եւ ափսեի 3 մսագնդիկները։ Լսելուց հետո մասնակիցները տոմոգրաֆի մեջ վերահիշել են պատմությունը, իսկ հետո դրանք պատմել հետազոտողներին։ Սկանավորման արդյունքները։ Սկանավորումը հստակ տարբերություններ է բացահայտել։ Երբ փորձարկվողները վերհիշում էին խորհրդածություններով եւ ապրումներով հարուստ պատմությունները, հիպոկամպուսն ակտիվանում էր պասիվ ռեժիմի ցանցի հետ միասին, համակարգ, որը միանում է սեփական անձի, սեփական զգացմունքների եւ սոցիալական կապերի մասին մտածելիս։ Զգայական նկարագրություններով հարուստ սյուժեները վերհիշելիս հիպոկամպուսն աշխատում էր համաժամանակ այլ շրջանների հետ։ Ներառյալ ձախ անկյունային գալարը, գոտի, որը մասնակցում է տեսողական, լսողական եւ շոշափելի տպավորությունների վերականգնմանը։ Եզրակացություն։ Ինչպես պատմությունը դարձնել անմոռանալի։ Պատմությունը հիշվող դարձնելու լավագույն միջոցը երկու մոտեցումները միավորելն է։ Զգայական նկարագրությունները միացնել հասկանալի գաղափարների եւ հույզերի հետ։ Սա ավելի շատ հենարաններ է ստեղծում եւ պատմությունը երկար է մնում հիշողության մեջ։ Ոչ միայն որպես իրադարձությունների հաջորդականություն, այլև որպես անձնական փորձ, որն զգացմունքային արձագանք է առաջացնում։